Պարոն վարչապետ, դուք շաբաթվա սկզբին ընդունեցիք պետքարտուղարի տեղակալին, հաղորդագրությունից կառավարության նաև հայտնի դարձավ, որ աշխատանքային խմբերը Թրամփի ուղու իրականացման շուրջ աշխատում են, նաև պարզ դարձավ, որ այնտեղ արդեն համակարգողը, ոնց որ խումբը ղեկավարողը ամերիկյան կողմից պետքարտուղարի տեղակալի օգնականն է։ Կխնդրեի հստակեցնեիք հայկական կողմում ով է ղեկավարում աշխատանքային խումբը, որ գերատեսչություններն են ներգրավված կամ որ պաշտոնյաները եւ եթե տոկոսայինով գոնե ասեք ծրագրի հետ կապված ինչ տոկոսն է դեռ մշակվել, կարող եք մի քիչ մանրամասնել։ Դե գիտեք, այդ ծրագիրը այնքան մեծ ծրագիր է, որ տոկոս ասելը շատ դժվար կլինի։ Ծրագիրը մշակվում է, ես չգիտեմ առիթ ունեցել եք ներկա գտնվելու կամ տեսնելու քաղաքացիական պայմանագիր կուսակցության եւ Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի միջոցառումը, ես այնտեղ ըստ էության ասել եմ, դա մի շաբաթ առաջ էր, չէ՞, ոնց որ նկատի ունեմ, ես մի շաբաթվա ընթացքում տենց նոր բուրըն իրադարձություններ տեղի չեր ունեցել եւ ինչ որ կա, ամեն ինչ այդ շրջանակում է եւ աշխատանքային խումբ ասածը ինքը շատ նեղ աշխատանքային խմբի մասին կարող է լինել, որովհետեւ արտաքին գործերի նախարարությունում կա իր պատասխանատուն, բայց դա ավելի լայն համատեքստի հարց է, տրանսպորտային ենթակառուցվածքներ եւ այլն, եւ մեր մոտ նաեւ աշխատանքային որոշակի տրամաբանություն կա, որը փոխվարչապետի մակարդակով համակարգում կա եւ կա արտաքին գործերի նախարարի տեղակալի մակարդակով, որը ամերիկյան գործընկերների հետ աշխատում է Վահան Կոստանյանը, իսկ ավելի լայն համակարգումը ավելի, որը ոչ միայն դրան է վերաբերվում սահմանազատում, ենթակառուցվածքներ եւ այլն, փոխվարչապետ մեր Գրիգորյանը։ Պարոն վարչապետ, վերջերս մի էդ է որոշում էր կայացրել մարտի 1-ի գործով եւ ըստ էության արձանագրել էր, որ պետությունը այդ ժամանակվա իշխանությունը Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ մեղավոր է մարդկանց կյանքի իրավունքը խախտելու մեջ եւ ըստ էության չի ապահովել մարդկանց կյանքի իրավունքը, դեռ հակառակը, ու այդ թեմայով լսումներ տեղի ունեցան ազգային ժողովում 2 օր առաջ, որին հակից որևէ մարդ ներկա չէր, պարոն վարչապետ, չնայած մենք գիտենք, որ տարիներ շարունակ այդ թեման այն թեման է եղել, որ ՀԱԿ-ը շատ կոպիտ ասած մոնոպոլացրել է եւ անընդհատ ինքը ներկա է եղել բոլոր միջոցառումներին, ինքն է գլխավորել այդ միջոցառումները, բայց այս անգամ չկային իրենք ազգային ժողովում, ձեր գործընկերներին կամ նախկին գործընկերների ներկա չլինելը ինչպես կբնութագրեք։ Դե ներկա չլինելը արդեն բնութագրում է, ես ինչ բնութագրեմ։ Չեմ բնութագրի, թողելով ոչ էլ կմեկնաբանեմ, էլ ինչ կա մեկնաբանելու, այդ ներկա չլինելը արդեն եւ գնահատական է եւ մեկնաբանություն է եւ ամեն ինչ է։ Դա ցանկություն չունեմ մեկնաբանելու։ Լուր են տարածում, ըստ որի Արամ Մուսյանի երբ որ լուսամուտքերին է հանդիպել, մերժել է Ամերիկայի առաջարկը, պաշտոնական գերիների վերադարձի հարցով, նշել է, որ Հայաստանն ինքնուրույն կարող է այդ խնդիրը լուծել, թեև սա ինչպես նկատում ենք հակասում է օգոստոսի 8-ի պայմանավորվածություններին եւ 0 Թրամփի պայմանավորվածությանը, որ նաև գերիների վերադարձի հետ կապված այդ հարցը քննարկվելու է։ Դուք ինքներդ ձեր ասուլիսում ասացիք, որ այդ հարցը երբևէ դուրս չի գա օրակարգից, թեև դեռևս կետերում չկա։ Ու վերլուծականներ կային, որոնց վերջում նշվում էր, որ հենց Հայաստանի ղեկավարությունը չի ցանկանում, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը վերադառնա, որովհետև վտանգ է տեսնում։ Խնդրում եմ երկու մասով հետքել կամ հաստատել լուրը ու ձեր մեկնաբանությունը։ Ուրեմն, ինչպես գիտեք, ես նույնպես պետքարտուղարի տեղակալի հետ հանդիպել եմ եւ հանդիպման ընթացքում ես հատուկ անդրադարձ եմ կատարել այդ հարցին եւ արձանագրելով, որ նախագահ Տրամփը այդ թվում հրապարակային խոսել է այդ հարցով զբաղվելու իր հանձնարարության մասին եւ ես ներկայացրել եմ, թե մենք երկկողմ մակարդակում ինչ ենք անում այդ խնդրի հետ կապված եւ Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալին խնդրել եմ տեղեկություն տալ, թե Միացյալ Նահանգների կողմից ինչ ջանքեր են գործադրվում այդ ուղղությամբ եւ խնդրել եմ շարունակել այդ հարցը պահել ուշադրության կենտրոնում։ Եվ դուք ասացիք երկու մասով էլ մեկնաբանեմ,
Ձեր ասած երկու մասում էլ մեկնաբանության բան չկա, այն ինֆորմացիայի բերումը, որը ես հենց նոր ձեզ ասացի։ Պարոն Փաշինյան, direct արտաքին գործերի նախարարը նախ խոսել է, որ հայ-ադրբեջանական հայ-թուրքական կարգավորումը կապում է հայ-ադրբեջանական կարգավորման հետ, բայց սա մի կողմ Հական Ֆիդանը նաև այսպես ասած Զանգեզուրի միջանցք ձևակերպումն է կրկին օգտագործել, նշել, որ խոսքը Հայաստանի տարածքի մասին է եւ շահառուն Ադրբեջանն է եւ որ այս խնդրի հետ կապված հարցեր կան, որոնք համաձայնեցված չեն։ Հիմա ես ուզում եմ հարցնել Ձեր վերջին ելույթներում դուք պարբերաբար նշել եք, որ եթե օրինակ օգտագործվում է այսպես ասած Զանգեզուրի միջանցք եզրույթը, Ադրբեջանը իր ներքին ճանապարհները նկատի ունի եւ ոչ խոսքը Հայաստանի սահմանների մասին չէ։ Ի վերջո Ադրբեջանից ստացել եք այդ բարձրաբանումը, ինչ նկատի ունեն Զանգեզուրի միջանցք ասելով եւ Թուրքիան ինչ նկատի ունի, երբ ասում է Զանգեզուրի միջանցք։ Ես ուրիշ բան եմ ասել եմ Հայաստանի Հանրապետության տարածքով անցնող կոմունիկացիաների կամ որևէ բանի անուն կարող է որոշել Հայաստանի Հանրապետությունը եւ մենք ասել ենք որ Հայաստանի Հանրապետությունը բացի մեր ասածից ուրիշ անունով կոմունիկացիա գոյություն չունի Հայաստանում կա խաղաղության խաչմերուկ եւ զուգահեռաբար նաեւ Վաշինգտոնի հռչակագրի ստորագրված արդյունքում կա Trip-Route նախագիծը մնացած ցանկացած այլ տերմինաբանություն վերաբերելի չէ Հայաստանի Հանրապետությանը մենք այդ ենք ասում Ես ոչ թե նորից, այլ մի անգամ ասել եմ եւ այդ ասածը անընդհատ ուժի մեջ է, որ դա չի կարող այն տերմինաբանությունը, որը մենք չենք ընդունել, մենք չենք սահմանել կամ մենք չենք համաձայնվել, դա չի կարող վերաբերելի լինել Հայաստանի Հանրապետությանը, եթե որևէ մեկը այլ տրամաբանությամբ է օգտագործում, դա վերաբերելի չէ Հայաստանի Հանրապետությանը։ Հաջորդ հարցը Պարոն վարչապետ, այսօր առավոտյան հայտնի դարձավ NVIDIA-ի ծրագրի հետ կապված հետաքրքիր է ձեր կարծիքը դրա նշանակության մասին, արդեն իսկ մեկնաբանություններ կան, որ դա ԱՄՆ-ի վստահության մասին է խոսում, որ դիտում է Հայաստանը ոչ արդեն որպես Ռուսաստանի ազդեցության գոտի, տնտեսական, քաղաքական նոր իրողության մասին է եւ այլն, եւ մի հարց էլ հիբրիդային պատերազմի հետ կապված փորձագետները ընտրությունների նախորդող էսփուլում ահազանգում են դրա ահագնացող տեմպերի մասին, հետաքրքիր է ինչ է արվում այդ արտաքին ազդեցությունը նվազեցնելու համար ու միջազգային գործընկերների աջակցության կարիք կա թե չէ այստեղ։ Նախ Firebird ընկերության ծրագրի եւ NVIDIA-ի արտանման լիցենզիայի մասին Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել նախագահ Տրամփին, որովհետև նաև իհարկե այդ ծրագիրը իրականացվում է Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ստորագրված մտադրությունների հուշագրի տրամաբանության մեջ եւ նաև ես վերջերս առիթ ունեցա նախագահ Տրամփի հետ խոսել այդ թեմայով, որպեսզի ընթացակարգերի հետ կապված որոշակի մտահոգություններ ունեին ներդրողները եւ ուրախ եմ եւ շնորհակալ եմ որ Սպիտակ տունը պատշաճ եւ շատ արագ արձագանքեց եւ այդ ծրագիրը արդեն ըստ էության վստահաբար ներդրումային ծրագիրը կյանքի կկոչվի ինչ վերաբերում է հիբրիդային եւ շնորհավորում եմ Firebird ընկերությանը եւ ընդհանրապես ոլորտին, տեխնոլոգիական ոլորտին եմ շնորհավորում, որովհետև կարծում եմ դա իսկապես շատ ծանրակշիռ նշանակության ներդրումային ծրագիր է եւ մեզ բոլորիս եմ շնորհավորում այդ առիթով եւ ինչ վերաբերում է հիբրիդային պատերազմի դրսեւորումներին, դե կտեսեք հազար ներողություն, տեսեք մենք սենյակներում բանակցությունների մասին ինչ ենք խոսում եւ ինչ հավաստի տեղեկություններ են, հավաստի տեղեկությունները ուղիղ հակառակի մասին են եւ որնա մեր գործիքը հիբրիդային այդ սպառնալիքների դեմ պայքարելու մեր գործիքը թափանցիկությունն է, ժողովրդավարությունն է եւ ակտիվ հաղորդակցությունը հանրության հետ։ Պարոն վարչապետ, հարցս շարունակությունն այս հարցի, եթե
ներդրումները շարունակվեն 2026 թվականին Հայաստանը կարող է դառնալ AI ոլորտում շատ մեծ տարածաշրջանային կենտրոն, data կենտրոն։ Դուք ինչպես եք դրան նայում, դուք ինքներդ օգտվում եք AI պրոդուկտներից, ենթադրենք ChatGPT կամ չգիտեմ ուրիշ պրոդուկտներից, վտանգ չեք տեսնում, որ շատ արագ է զարգանում։ Ես ընդհանրապես ինձ բռնացրեցիք, որովհետև ես ընդհանրապես չեմ օգտագործում, բայց այսօր WhatsApp-ի այդ բանին արհեստական ինտելեկտին 2 հարց եմ տվել, չկապված քաղաքականության հետ, իսկ սովորաբար չեմ օգտագործում։ Այդքան էլ չէ։ Ընդհանրապես իմ բանը, իմ դիտարկումը ինչն է, որ կառավարության նիստերին էլ եմ այդ թեմային անդրադարձել, որ հարցերին պատասխանում են ավելի երկար, քան հարց տվողը ակնկալում, ոնց որ արհեստական բանականությունն էլ տենց։ Ամեն դեպս իմ հարցին ավելի երկար պատասխանեց, քան ես ակնկալում էի, երկար տեքստով։ Հաջորդ հարցը կարևորել Պարոն վարչապետ, տարեմուտին ընդառաջ մի շարք կազմակերպություններ եւ տնտեսագետներ հայտարարում են, որ դուք ՊԵԿ նախագահի առջեւ պայման եք դրել ապահովելու ոչ միայն 2025-ի հարկային մուտքերը, այլև փակելու 2024 թվականի պակասուրդը 224 միլիարդ դրամի եւ հիմա հարկային ծառայությունը անցել է հարկային տերորի, ինչպես պարզաբանեք սա։ Նախ 2024-ին պակասուրդ չկա եւ 2024-ի պակասուրդ լրացնել հասկացություն գոյություն չունի, որովհետեւ եթե մենք դուք հիմա որևէ մեկը փաստ ունենար, որ պետությունը 2024 թվականին իր որևէ ծրագիր չի կատարել, այդ հələ կարելի է մտածել, բայց նման բան չկա եւ բնականաբար չկա նաեւ ձեր ասացի շարունակությունը հետեւաբար ես ընդհանրապես հրապարակային այդ թեմային բազմիցս անդրադառնում եմ իմ հանձնարարականը մեր պետական մարմիններին հետեւյալն է ես ասում եմ որ Հայաստանի Հանրապետության որևէ հարկ վճարով չպետք է հիմք ունենա ասելու որ կառավարությունը կամ հարկային մարմինները իրենցից գանձել են թեկուզ մի լումա ավել շատ հստակ հանձնարարական է, բայց պատկերացրիք, չէ՞, այսինքն ես ասում եմ, չպետք է լինի տնտեսվարող, որը հիմք ունենա, օբյեկտիվ հիմք ունենա ասելու, որ ՊԵԿ-ը իրենից մի լումա ավել գումար է վերցրել, քան պետք է վերցներ օրենքով նախատեսված կարգով։ Եվ սա շատ հստակ է, երկրորդ, բայց շարունակությունն էլ կա։ Ես ասում եմ, որ չպետք է նաև Հայաստանում լինի հարկային պարտավորություններից խուսափելու որևէ մեխանիզմ եւ պրակտիկա։ Իհարկե կան տնտեսվարողներ, ովքեր դիմել են, ասում են, որ իրենց կարծիքով այս սկզբունքը խախտվում է, եւ ես մի քանի նամակներ ստանալուց հետո նաեւ հանձնարարել եմ, որպեսզի եւ հրավիրեն նամակի հեղինակ տնտեսվարողներին եւ մեր մարմիններին եւ գործընկերային բարեկամական մթնոլորտում ոչ ՊԵԿ-ում ես փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին եմ հանձնարարել, որպեսզի մի հատ հասկանանք։ Իրոք կան անարդարություններ, իրոք մենք ինչ որ մի սխալ բան ենք անում մեր տնտեսվարողների նկատմամբ, իհարկե չուզենալով, որովհետև մենք դա չենք ուզում, որովհետև մենք ահռելի հարգանք եւ պատկառանք ունենք մեր բոլոր հարկ վճարողների նկատմամբ եւ ես առիթը բաց չեմ թողում նրանց շնորհակալություն հայտնել աշխատելու, արդյունք ստեղծելու եւ օրենքով սահմանված հարկերը վճարելու համար։ Ես ասեմ ձեզ, բոլոր այն դեպքերում, երբ որ մենք կարձանագրվի, որ մենք անարդար մի լումա գումար ենք վերցրել որևէ մեկից, մենք այդ գումարները վերադարձնելու ձևերը կգտնենք։ Եվ մենք չենք կարող դա ուղղակի դեմա մեր ընկալմանը աշխարհայացքին գաղափարախոսությանը մենք մի լումա ավել չենք կարող վերցնել։ Եթե կան խնդիրներ, իսկ նամակներ ես ստանում եմ, ենթադրում եմ, որ նույն գուցե այն մարդիկ, ովքեր տեղեկությունը ձեզ փոխանցել են, այդ նամակների հեղինակներն են, ես ուզում եմ նրանց ասել, որ այսինքն նրանք գիտեն, որովհետև պիտի հրավիրած լինեն իրենց կառավարություն, բայց ոչ թե ինչ որ վարչական քննարկում, այլ աշխատանքային բաց քննարկում անելու, եւ եթե մեր կողմից ինչ որ թյուրըմբռնում բացահայտվի, պարզվի, մենք անպայման կուղենք եւ եթե իմ ասած սկզբունքից
շեղում ա եղել եւ մենք որը մեկից ավել լումա ենք վերցրել, այդ ավել լուման կվերադարձնենք, բայց եթե պակաս վճարում ա եղել, այդ պակաս վճարումն էլ պետք է լրացվի։ Եվ եւս մեկ անգամ իմ հարգանքի հավաստիքը եւ իմ շնորհակալությունը Հայաստանում աշխատող, արդյունք ստեղծող եւ օրենքով սահմանված հարկերը վճարող քաղաքացիներին։